26 թվական Նինոսմինդայի մունիցիպալիտետի ավականու հեշտական նիստ օրակարգում ունենք երկու հարց։ Հարց առաջին Նինոսմինդայի մունիցիպալիտետի 2026 թվականի բյուջեի հաստատման մասին Նինոսմինդայի մունիցիպալիտետի ավականու 2025 թվականի դեկտեմբերի 24-ի Այսօր Նինոսմինդայի մունիցիպալիտետի ավականու նիստերի դահլիճում կայացավ ավականու հերթական նիստը։ Նիստը վարեց մունիցիպալիտետի ավականու նախագահ Վահան Արոյանը։ Նիստին ավականու անդամներից բացի ներկա էին նաև քաղաքապետ Անդիվարդ Մոսոյանը, բյուջեի պլանավորման և վերլուծության բաժնի պետ Նորիկ Սահակյանը, իրավաբանական ծառայության պետ Խորեն Ավետիսյանը և այլ ներկայացուցիչներ։ Օրակարգում դրված էր երկու հարց. Նինոսմինդայի մունիցիպալիտետի 2026 թվականի բյուջեի հաստատման մասին Նինոսմինդայի մունիցիպալիտետի ավականու 2025 թվականի դեկտեմբերի 24-ին համար 20 որոշման մեջ փոփոխություններ մտցնելու վերաբերյալ և Նինոսմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց մասնագիտական հանրային ծառայողների դասակարգման հաստիկացուցակի հաստատման և պաշտոնական դրույքաչափերի սահմանման մասին։ Օրակարգի հարցերն ընդունվեցին միաձայն։ Այսօր ավականու նիստերի դահլիճում տեղի ունեցավ հեշտական նիստ, որի օրակարգում ունենք երկու հարց, հարցերը ներկայացվել էին քաղաքապետարանի կողմից։ Հարցերը հետևյալն էին. առաջի հարցը վերաբերում էր մունիցիպալիտետի բյուջեի մասնավոր փոփոխությանը, որը հիմնականում վերաբերում էր գյուղական ծրագրով նախատեսված նախագծերին և փոքր մասնավոր փոփոխություն այն նախագծերին, որոնք անցած տարի սկսել էինք և այս տարի պետք է շարունակվեին։ Հիմնականում դեպուտատները քվեարկեցին բոլորը կողմ, իրոք բոլորի կարծիքը հաշվի էր առված։ Մենք փորձել ենք ներառել բոլոր գյուղերը, որովհետև մունիցիպալ բյուջեն պատկանում է մունիցիպալիտետի բնակչությանը և մաքսիմալ մեր կատարած աշխատանքը այն է, որ օգտվում են մունիցիպալ բյուջեից մունիցիպալ բնակիչները մաքսիմալ։ Երկրորդ հարցը վերաբերում էր քաղաքապետարանի հաստիկացանքի մեջ փոփոխություն մտցնելուն, ներկայացվել էր պահանջում էր քաղաքապետարանը, որպեսզի ինֆրաստրուկտուրայի ծառայության և վերահսկող ծառայության մեջ ավելացվեր երկու հաստիկ, այդ երկու հաստիկը ավելացվեցին, պատգամավորները բոլորը կողմ քվեարկեցին, քանի որ վերոնշյալ երկու ծառայությունները մաքսիմալ ծանրաբեռնված են, աշխատողների քանակը հերիք չեն անում, որպեսզի վերահսկողությունը լիարժեք կատարվի, դրանից ելնելով մաքսիմալ փորձեցինք կողմ կանգնել քաղաքապետարանի առաջարկությանը, որպեսզի ավելի էֆեկտիվ լինի մեր աշխատանքը։